Աղ ու հացով դհոլ զուռնայով են դիմավորում Վարդան Ղուկասյանին Գյումրիի բառակներ կոչվող թաղամասի բնակիչները։ Քաղաքապետի թեկնածուն ողջունում է հին ընկերներին, աջակիցներին, ընտրողներին նախ հիշեցնում, թե ինչու 90-ականներին որոշեց մտնել մեծ քաղաքականություն։ Ում օգնեցինք քաղաքապետ, ում օգնեցինք պատգամավոր, դրա խապում փախնում էին։ Քաղաքը հիշեկը, ասում են ննջեցյալները, հələ հիշեք մարդիկ կան, ուրեմն մեքենաների վրա ցնգնում էին։ Ճանապարհները հիշեք հələ ինչ վիճակի մեջ էր։ Եվ դրա համար ես ասեցի, ես պետք է գամ անպայման։ Թե այն ժամանակ շատ էին ստախոսները, հիմա անհաշվելի են երկրի անվտանգային խնդիրները։ Պետք է Գյումրի ընտրություններով երկիրը ղեկավարի այնպիսի մարդ, որ սիրում է հայրենիք, աստվածասեր է, աստվածավախ է եւ իրոք պետք լինի սուրը ձերքին կնահատակվի վասն հայրենյաց եւ վասն հավատո։ Խոստանում է առաջնորդել գյումրեցիներին, ուր որ պետք է, ասում է Ղուկասյանը, դեպի զարգացած Գյումրի, անվտանգ Հայաստան։ Այսօր յուրաքանչյուր հայորդու առաջի խնդիրներից մեկը դա ազգային անվտանգության խնդիրն է։ Բոլորիս անվտանգության խնդիրն է։ Գյումրիում լավ գիտեն, քաղաքը ասֆալտի, լուսավորության, աշխատատեղերի ու անօթևանների խնդիրներ ունի։ Բայց այստեղ հավաքվածներին պակաս հետաքրքիր չէ երկրի անվտանգությունը։ Իրանք բարձրաձայն ասում են, ռուսների պետք է գնան, 102 բազան պիտի դուրս գա, այստեղ պետք է կան թուրքերը, մենք թուրքերի հետ պետք է ապրենք։ Իրանք բարձրաձայն ասում են։ Շաբիգը պատրվել է։ Թուրքերի հետ ապրել չեն ուզում այստեղ հավաքված գյումրեցիները։ Ուզում են ապրել այնպիսի Հայաստանում ու Գյումրիում, ինչպիսին 2000-ականների սկզբին էր։ Լեգենդար մարդ աշխարհի տակ Գյումրի քաղաքի մի թակավոր մարդ, որ աշխարհի տակ մենակ չկավորները սոված չեն քնե, հազարավոր մարդիկ օտևան են ունեցել։ Են կարևոր միլիարդները։ Կրկին խոստանում է լուծել քաղաքի խնդիրները Վարդան Ղուկասյանը։ Նախընտրական ծրագրով առաջարկում է օրինականացնել այն տնակները, որոնք ամրացված են ու քաղաքի ճարտարապետական տեսքին չեն խանգարում։ Մարդիկ ստացել են բնակարան, մի եղբայրը գնաց է ապրում այնտեղ, մեկը իր ընտանիքով մնացել է տնակների մեջ եւ քարապատերը կառուցել են բան են արել։ Ուրեմն դրանք դաշտերի մեջ է, ծայրամասերում է, տնակային որը չի խանգարում քաղաքի տեսքին, միանշանակ օրինականացնելու են։ Մյուս ծրագրերն էլ է թվարկում, հարցերի դեպքում գյումրեցիներին հրավիրում ընդունելության։ Եթե քաղաքային, հանրապետական հարցեր ունեք, տվեք պատասխանեն։ Եթե անհատական հարցեր է, բոլորը կամ կարող եք գալ իմ գրասենյակը, կամ կարող եք գալ Գյումրու քաղաքապետարան, 15 օր համբերեք, այսքան բան։ Շնորհակալություն։ Լանա Համբարձումյան, Ալբերտ Սերոփյան, Հենրիկ Համազասպյան և Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։